Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, եթերում անդրադարձ է հաղորդաշարի հերթական թողարկումը։ Մեր հյուրն է Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10-րդ դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, որ դուք հյուրընկալվում եք մեր տաղավարում եւ մենք այսօր մի քիչ պետք է խոսենք մեր դպրոցում տիրող իրավիճակի եւ այս բոլորը մենք ուզում ենք նվիրել սեպտեմբերի 1-ին, քանի որ մի երկու օրից հետո սկսվելու է նոր ուսումնական տարի։ Լիանա ջան, դուք բազմանտան հայկական միստուկածով ապրող, արարող ընտանիքի ծերված զավակ եք։ Բոլորն են ճանաչում ձեր երջանկահիշատակ պապին, Սերգեյ Վարդանյանին, ավելի ճիշտ ասեմ, որովհետեւ ճանաչողները իմանան դուք ում թորնիկն եք, Լեյլո Սերոջին։ Ձեր պապիկը իրոք հեղինակություն վայելող սիրված հարգված մարդ էր մեր Գյումրի քաղաքում։ Եվ ինքը շատ էր նվիրված իր երեխաներին, հետո երբ թորնիկներ ունեցավ, թորնիկներին։ Այ ինչ կասեք ձեր հայրական օջախի համար։ Իմ պապիկին ես հիշում եմ շատ մեծ ջերմությամբ։ Դա իմ ամենաերջանիկ տարիներն են եղել երևի, երբ որ ես եղել եմ պապիս հովանոց ներքո։ Շատ խստապահանջ էր ինքը իր բնույթով, իր զավակների հանդեպ էր շատ խստապահանջ, բայց մեզ թորներից վերաբերվում էր մի յուրահատուկ քնքշությամբ։ Շատ սիրում էր առողջ ապրելակերպը ու մեզ մարզում էր հնարավոր եւ անհնար ձևերով։ Մեզ ամեն օր բոլոր թորներին հանում էր քայլելու։ Նույնիսկ մենք ոտքով հասել ենք Արպաչայ։ Եվ այսպիսի մի դեպք պատմեմ, հիշում եմ, որ փոքր էինք, երևի մի 10 տարեկան ես, մյուս քույրերս ու եղբայրներս ավելի փոքր, մեզ տարավ այդպես հեռու զբոսնելու, կանգնեց ու ասեց. «Վա, երեխեք ջան, կորել ենք»։ Բոլորը անհանգստացան, փոքրերը սկսեցին լացել, թե վայ, կորել ենք, ոնց պիտի տան ճանապարհը գտնենք, եւ մեջներից ես մեծը որպես ասեցի. «Պապ, ես հիշում եմ, այս ճանապարհով ենք եկել, հետ կգնանք այս ճանապարհով»։ Գիտեք ինչ, սա ինչ շատ կարևոր պահ կա այստեղ, ես կարծում եմ դաստիարակչական նաեւ, որ ինքը մեզ փորձում էր կյանքի դժվարություններին վարժեցնել, հենց բառից բուն իմաստով վարժեցնել, այսինքն մեզ այսպես փափուկ չէր մեծացնում եւ առերեսվում էինք մենք արդեն այդ տարիքից դժվարին պահերի հետ։ Փորձությունների հետ, հա։ Շատ այսպես դրական մարդ էր, շատ իմաստուն, շատ էր սիրում ասմունքել, երգում էր նաեւ, երևի իր տարեկիցները շատ լավ կհիշեն, թե ինչ լավ Շատ էր կարդում նաեւ։ Այո, շատ էր կարդում եւ յուրաքանչյուր խնջույքների ժամանակ անպայման որևիցե հեղինակից ինքը անպայման մեջբերում էր անում, քառատողեր, քարյակներ, Օմար Խայամ էր շատ սիրում, ինչ այլոց ասեմ, Շերամ էր շատ սիրում երգել ու լսել։ Մի խոսքով շատ մեծ ջերմությամբ եմ հիշում ես այդ տարիները եւ չգիտեմ, բոլորին եմ ցանկանում նման պապիկ ու տատիկ, տատս էլ էր շատ լավը, շատ նվիրված մեզ, այսպես կարելի ասել մեզանով էին ապրում եւ բոլոր թորների հաջողություններով հբարտանում ու հիանում էին։ Ափսոս պապիկիս մեջքը իհարկե բառից ոչ բուն իմաստով կոտրեց երկրաշարժը, մենք ունեցանք բազմաթիվ զոհեր եւ դրանից հետո ինքը մի տարի ու կես հետո մահացավ, բայց այնուամենայնիվ էլի այդ հատվածը, որը ինքը մեզ նվիրել է, ես մեծ ջերմությամբ եմ հիշում։ Ես ուզում եմ հետաքրքիր մի բան էլ հուշեմ եւ հիշեցնեմ քեզ պապատ, որին ես շատ եմ հարգում, իմ մանկական ընկերն է, շատ բան է ընդօրինակել պապից հետ։ Եվ այսօր ինքը
բավականին մեծ հեղինակություն է վայելում, սիրված հարգված մարդ է, ամբողջ հանրապետությունում ես կարող եմ ասել, թուլերի կողքը կանգնող, խեղճերին օգնող եւ ամենակարևորը իր բարիությամբ վայելում է բոլորի համակրանքը։ Այստեղ գեներային կապ գտնում եք դες։ Միանշանակ, այո, իհարկե։ Իմ հայրս էլ յուրահատուկ մարդ է, որը ձեր ասածի նման այո, միշտ խեղճի հավարին հասնող, մեր Գյումրվա բարբարով ասեմ, շատ ինքն էլ դրական ազդեցություն է ունեցել մեր բոլորիս դաստիարակության հարցում։ Թեկուզ այդ խոհեմությունը միգուցե այստեղ կարող է ճիշտ չհնչի, բայց նաև համեստությունը։ Այո։ Բոլոր այս հարցերում ավելի շատ զսպվածությունը, այո, երբևիցե որևիցե անգամ ոչ ինքն է ցուցադրել, ոչ մեզ է ցույց տվել, մեզ է թույլ տվել ցույց տալու եւ հնարավորությունը եւ իր ունեցած թեկուզ եւ կապերը ոչ մի անգամ մենք դա չենք զգացել։ Այդ դրանով ինքը շատ համեստ է եղել։ Չնայած եւ աշխատանքային առումով բավականին բարձր պաշտոններ է վարել։ Մի խոսքով աշխատանքային ուղին ես ասում, դու գիտես 80-ական թվականներին հայրիկիդ նշանագեցին Գյումրիի տրիկոտաժի ֆաբրիկայի դիրեկտոր։ Ինքը չէր ուզում։ Պատական կանչել են Կախովի բյուրո եւ նշանագել։ Ընդհանրապես 10 օր է աշխատել, դիմում է տվել դուրս եկե։ Գիտես այդ պատմությունը։ Հա, պատկերացրեք, որ բոլոր պատմությունները մեր տան ընտանիքի հետ կապված բազմիցս ասվել, խոսվել են, մենք բոլոր պատմությունները գիտենք, նույնիսկ սերունդեսերունդ հիմա ին պապաս իր թորնիկներին է պատմում այդ պատմությունները, այսինքն պատմությունը մեր ընտանեկան երբեք չի կորի, միանշանակ, սա բոլորս էլ գիտենք։ Այս պատմությունը, այո, ես գիտեմ, որ հայրիկիս նշանակել են, բայց այնտեղ շատ լուրջ հարցեր է եղել։ Խոտան արտադրանք է եղել, որը նա չի ուզել ընդունել, մի խոսքով համենայն դեպս հասել է նրան, որ վաղամերիկ Կարեն Դեմիրճյանի մոտ մինչև հասնելով այդ հարցը կարգավորվել է կառավարության որոշման համաձայն այդ խոտանը վերածվել է, դուրս է գրվել, այո։ Չնայած հայրը արել է, բայց ինքը նորից հրաժարվել է տնօրենի։ Մի խոսքով, դպրոցն ավարտելուց հետո Լիանա Վարդանյանը Ընդունվել եմ Միքայել Նահմադյանի մանկավարժական ինստիտուտը, սակայն տեղափոխվել եմ Երևան, ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հիմա։ Այն ժամանակ կոչվում էր Բրյուսովի անվան ինստիտուտ։ Որից հետո ես աշխատել եմ 21 դպրոցում երկար տարիներ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, Անանյա Շիրակացիում դպրոցում էլ համալսարանում դասավանդել եմ ռուսաց լեզու մանկավարժական ուսումնարանում նույնպես ռուսաց լեզու եմ դասավանդել, կարելի ասել աշխատանքային փորձս բավականին հարուստ է որպես մանկավարժ։ Եվ կարող եմ ասել, որ ինձ համար մանկավարժի մասնագիտությունը մի ուրիշ տարակարգ է երևի։ Կարծեմ Էյնշտեյնը, եթե չեմ սխալվում, ասել էր մարդու կյանքը այնքանով է կյանք, իմաստավոր դառնում, եթե նա նվիրաբերում է կյանքը ուրիշներին։ Մանկավարժի կյանքը միանշանակ նվիրաբերվում է ուրիշներին, աշակերտներին, եւ ես մեծ հպարտություն եմ զգում, երբ որ իմ նախկին աշակերտները, երբ որ արդեն նայում ես գրեթե կարծում եմ իմ տարիքին արդեն մոտ, ինձ շատ մեծ ջերմությամբ եւ քնքշությամբ մոտենում, հիշում են, շնորհակալություն են հայտնում այդ դասավանդած տարիների համար, այդքանով միգուցե իմ մանկավարժական գործունեությունը ստացվել է։ Բայց այսպես ով մեծ դեր խաղաց ձեր կյանքում, որ դուք ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը։ Գիտեք ինչ, երևի կասեմ, որ եւ դպրոցի ուսուցիչները, այ բոլորը էլի կիմանան վաղամերիկ Արտյոմ Սարգիսովիչի քույրը Ժաննա Սարգիսովնան ռուսաց լեզվի ուսուցչուհին էր եւ դասղեկը, որին ես շատ սիրում եի եւ հարգում էի, եւ իր օրինակով նաեւ ես ընտրեցի այս մասնագիտությունը, նաեւ մայրս է ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Այնպես որ այսպես ժառանգական գործոնն էլ կա մեր ընտանիքում, այո։
Դուք որ թվականից տեղափոխվեցիք Արտյոմ Պետրոսյանի անվան դպրոց։ 2009 թվականի դեկտեմբերից ես այնտեղ։ Եվ այդ օրվանից դուք աշխատում եք գործադիր տնօրեն։ Տնօրեն, արդեն 6 տարվա դպրոցի տնօրենի փորձ ունեք, դժվար չի։ Սկզբում դժվար էր։ Գիտեք, այլ բան է մանկավարժ լինելը եւ շփվել, առերեսվել աշակերտի հետ եւ փոքր սերնդի հետ, այլ բան է ղեկավարել մի հիմնարկ, որտեղ կան տարբեր բնավորության մարդիկ, բայց երևի ես շնորհակալություն պիտի հայտնեմ նաև իմ հանրույթին, որ մեր հարաբերությունները շատ լավ ստացվեց եւ մենք հիմա շատ լավ աշխատանքային հարաբերությունների տիրույթում ենք եւ այդ առումով ես խնդիր չեմ տեսնում։ Դուք ուզում եք ասել, որ ձեր մանկավարժական կոլեկտիվը միահամուռ է, համախմբված, միահամուռ է, ասեմ, որ բռնապետական այդ վարվելաձևը եւ վարվելաոճը ես չունեմ։ Բյուրոկրատիա չկա։ Ոչ բյուրոկրատիական, մենք շատ դեմոկրատ, այսպես աշխատանքային ոճով ենք աշխատում, այսինքն եւ ես սովորելու բան ունեմ, եւ ինձանից սովորելու միգուցե բան ունեմ։ Այսպես այդ աշխատանքային ոճը ինձ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար սկզբունքով աշխատում։ Շատ լավ հանրույթ ունենք, շատ լավ մասնագետներով համալրված։ Այնպես որ այս առումով ես բոլորին շնորհակալ եմ։ Ձեր դպրոցը միշտ էլ մեր քաղաքում աչքի է ընկել իր տրադիցիաներով։ Նախկինում երբ նոր ֆրանսիական թեկումով դարձավ, ես հիշում եմ, դպրոցը էլ ավելի, այսպես ասած, աչքի էր ընկնում։ Հետագայում աղետից հետո երբ դպրոցը ավիրվեց, երկար ժամանակ դպրոցի տեղը տնագների, հետո այս գեղեցիկ շենքը կառուցվեց, կարծես թե նոր ոգի տվեց մեր քաղաքին Արտյոմ Պետրոսյանի անվան դպրոցը։ Եվ այսօր ունեք մոտարապես քանի աշակերտ։ Մոտ 200։ Մոտ 200։ Եվ 200 հոգի ամեն տարի սովորում են եւ հետագայում դպրոցը ավարտելուց հետո արդեն ֆրանսերեն լեզուն լավ տիրապետած գնում են կյանք։ Կա չէ խոսք, ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես։ Եվ դուք բավականին մեծ աշխատանք եք տանում, այո, ինչու՞ չէ, շատ լավ մասնագետների դեպի կյանք, կյանքի նոր ճանապարհով ուղարկել պարտույտներ հաղթարելու համար։ Այդ դուք նախկին դպրոցի, եսի նկատի ունեմ սովետական դպրոցի եւ այսօրվա դպրոցի միջև տարբերություններ շատ եք տեսնում։ Միանշանակ։ Նախ այսօրվա դպրոցի պահանջն է լրիվ այլ։ Եթե ժամանակին ուսուցիչն էր դպրոցի կենտրոնը եւ ուսուցչի խոսքն էր վերջնական, ապա հիմա այլ է։ Հիմա հենց դպրոցը իր աշխատելու սկզբունքով կոչվում է աշակերտակենտրոն դպրոց, այսինքն աշակերտը պիտի ստեղծագործի, պիտի արարի, պիտի դասի նույնիսկ սխեման ինքը կարողանա ներկայացնել։ Ուսուցիչը միայն պիտի լինի տիկնիկի, այսպես նման աշակերտներին կարողանա խաղացնի։ Այսինքն աշակերտն է գլխավոր դերում այսօր դպրոցի, այնպես որ սա մեծ տարբերություն է բնականաբար ես համեմատելով իմ անձնական աշակերտական տարիները շատ մեծ տարբերություն եմ տեսնում։ Սա ունի միգուցե եւ դրական եւ բացասական կողմերը։ Դրական այն առումով, որ երեխաները հիմա շատ համարձակ են ավելի, թեկուզ եւ իրենց հարցադրումների, իրենց խնդիրներ ներկայացնելու հարցում Իսկ բացասականը մի քիչ մանկավարժի դերը խաթարել է, թեկուզ այն, որ ծնողն է ավելի պահանջկոտ դարել մանկավարժի նկատմամբ այն առումով, որ շատ է միջամտում մանկավարժի աշխատանքի մեջ, ենթադրենք գնահատականը, պետք է անպայման բարձր լինի, չգիտես ինչի, միգուցե արժեքներն են փոխվել, ես չգիտեմ, այսինքն չեն նայում, չեն փորձում գնահատել, թե երեխան ինչ գիտելիք ունի, գիտելիքին համարժեք է արդյոք գնահատված թե ոչ, եւ դրանից
ասենք դուրս գալով ուսուցիչը կարող է գնահատել, ոչ, իրենք ուզում են գնահատականը լինի բարձր, թեկուզ գիտելիքներ չունենա։ Այս առումով մի քիչ արժեքները փոխվել են։ Իհարկե, չեմ ուզում ընդհանրացնել, սա միգուցե լինում են դեպքեր, բնականաբար շատ ծնողներ, որոնք համագործակցում են դպրոցի հետ եւ այդ աշխատանքը ավելի կանոնակարգ է դառնում, բայց նաեւ այդպիսի դեպքեր են լինում, որտեղ ծնողը չափից ավելի միջամտում է։ Թեկուզ կարող եմ ասել մի դեպք, որ ուրեմն աշակերտին նույնիսկ դասի ժամանակ փորձում էր զանգահարել մայրիկին, որ իրեն հարցերը կարգավորի, թեկուզ աշակերտների հարաբերությունների մեջ ինքը չէր կարողանում կարգավորել, մենք փորձում էինք նայած այդ հեռախոսի վերցնելու պահնել կարգավորենք, փորձում ենք ծնողին ասել, որ չի կարելի վերջը դպրոցում հեռախոս բերել, պահել չի կարելի եւ այդպես էլ չկարողացանք այդ բարդությունը հաղթահարել, ծնողը վերցրեց երեխային տարավ ուրիշ դպրոց, բայց նույն այդ իրավիճակում այն մյուս դպրոցում մենք տեղեկացանք, որ ելի նորից այդ բարդությունը կա, այսինքն ծնողն է ստեղծում այդ խնդրեմը։ Ես պետք է ասեմ, գիտեք ինչ, ես նորին դեմ չեմ։ Այնինչ որ նորն է ու լավն է, բոլորս պարտավոր ենք ընդունել եւ ներդրման գործին լծվել։ Բայց սովետական դպրոցը ուներ իր հետաքրքիր իստուկացը դրվածքը։ Այսօր շատ ու շատ երկրներ իրենց երկրներում ներ են դնում սովետական դպրոցի փորձը։ Մենք հրաժարվեցինք այդ լավ փորձից, ներդրեցինք այլ տիպի դպրոցի, ասես, փորձը։ Արդյունքում, տեսնում եք, մեր մանկավարժները առաջ մեզ համար սրբություն էին։ Մանկավարժի ասածը, դասատուի ասածը մեզ համար օրենք էր։ Բայց այսօր ինչ որ շատ բան է փոխվել։ Նախկինում, երբ որ մեկն ու մեկը սվատ էինք սովորում, կամ չարություն էինք արել, ուսուցիչը կամ դասղեկը ծնող էր կանչում։ Մենք չգիտենք ինչ ապրումների մեջ էինք գնում։ Այսօր աշակերտը առանց ուսուցչի պահանջի ծնողին բերում է ուսուցչի վրա։ Նույնիսկ կարող եմ ասել վիճելու համար։ Սա լուրջ բարդույթ է հատկապես մանկավարժների համար, դրա համար ես հասկանում թե ինչքան է դժվարացել դպրոցի գործը ծնող աշակերտ դպրոց հարաբերությունները։ Ինչ կասեք դպրոց ընտանիք հարաբերությունների հետ կապված։ Միանշանակ առանց ծնողի դպրոցը միակողմանի աշխատանք չի կարող տանել, անպայման ծնողի հետ այդ կապը լինի։ Հետո ինչքան էլ որ դպրոցը ուզենա այդ դաստիարակչական աշխատանքները կատարել, վերջի իմաստուն մի խոսք կա, որ ասում են երեխան ընտանիքի արտացոլանքն է, չէ՞։ Այո։ Միանշանակ դպրոց է բերում երեխան ընտանիքից վերցված այդ սովորույթները, թեկուզ ժարգոնային խոսքերը, թեկուզ հարաբերությունները մյուս աշակերտների հետ, վարվելաձևը եւ այլն։ Եվ դպրոցը շատ աշխատանք ունի տանելու, երբ որ փորձի վերադաստիարակել այս աշակերտին, այսինքն ծնողը եթե չքայլի դպրոցի հետ, աշխատանքը շատ կբարդանա, միանշանակ դպրոց ծնող կապը շատ արդիական է։ Դաստիարակության առումով ես ինչքան հասկանում եմ նաև մեծ դրական նշանակություն ունի ժամանակին արդադպրոցական, արդադասարանական պարամունքները, որ երեխաները դասից հետո, երբ հաճախում էին այս կամ այն խմբակների պարամունքներին, մասնագիտության ձեռք բերելու հարցում, մասնագիտական կողմնորոշման հարցում նրանք բավականին դեր էին խաղում, ինչպես նաև դաստիարակության եւ ազատ ժամանակը նպատակային օգտագործելու հարցում։ Այսօր այդ պահերը իմ կարծիքով մի քիչ խաթարվել են, չէ՞։ Դե բոլորս գիտենք, նախկինում ես էլ իմ մանկությունից հիշում եմ, որ կային բավականին մեծ թվով կայաններ արտադպրոցական, պատանի բնասերի, պատանի տեխնիկի, զբոսաշրջային կայաններ կային,
Հիմա դրանք չեն գործում, բայց այնուամենայնիվ էլի արտադրոցական դաստիարակությունը փորձում ենք կազմակերպել ներգրավելով, ասենք, նվիրալների։ Ասենք դպրոցում ունենք ուսուցիչներ, որոնք պարզապես անվճար պարապում են ֆրանսերեն լեզու երեխայի գիտելիքը ավելի հաստատուն դարձնելու համար։ Արտադրոցական դաստիարակությունը շատ կարևոր օղակ է, ես գտնում եմ, եւ անպայման պետք է ուսումնական գործընթացի հետ զուգահեռ գնա։ Իբարս մեր եկեղեցու մի շարք բարերարներ եւ ուրախություն մեզ բոլորիս գյումրեցիների հիմա գործում է հայորդաց տունը, որը դարձել է լավագույն օջախ արտադրոցական դաստիարակության։ Այնուամենայնիվ բոլոր դպրոցներում էլ փորձում են իրենց ուժերով կազմակերպել արտադրոցական դաստիարակությունը, թեկուզ դպրոցում, թեկուզ արշավներ, էքսկուրսիաներ, տուրիստական վայրեր, բոլորս էլ փորձում ենք մեր ուժերով կազմակերպել այդ դաստիարակության այդ ձևը։ Այ ես գիտեմ, որ ձեր դպրոցում բավականին աշխատանք է տանում աշակերտների ռազմահայրենասիրական, ֆիզիկական, հոգևոր, բարոյական դաստիարակության ուղղությամբ։ Հետաքրքիր միջոցառումներ եք կազմակերպում։ Գիտեք, այդ միջոցառումներն էլ բավականին դաստիարակչական նշանակություն ունեն։ Այն ինչ կասեիք այս հարցում։ Հա, կարող եմ փաստել, որ ռազմագիտական դաստիարակությունը մեր դպրոցում դրված է բարձր հենքի վրա։ Վերջերս մենք համագործակցում էինք Արաքսակայի հետ։ Ես իմ հայրենիքի պաշտպանախորագրով մեծ ծրագիր կար, որը իմիջիայլոց պաշտպանության նախարարության հովանու ներքո էր իրագործվում եւ այս ծրագիրը լավագույնս իրականացնելու համար մեր դպրոցի զինղեկը Սուրեն Ավետիսյանը ստացավ մեդալ Նելսոն Ստեփանյանի նախարարի կողմից, ես ինքս ստացա պատվոգիր էլի պաշտպանության նախարարի կողմից, մեր զինկոմիսարիատը մեզ պարգևադրեց լավ աշխատանքի համար, այնպես որ սա հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է երեխաների համար, ապագա հայ, պարզապես հայ մեծացնելու հարցում, որովհետև հիմա մենք գիտենք շատերն են հեռանում Հայաստանից, իսկ ինձ համար դա շատ ցավոտ հարց է, երևի ես վերջինը կլինեմ, որ հանկարծ փորձեմ գնալ այդ հարցը, ինձ համար շատ ցավոտ է, եւ մեր աշակերտներն է փորձում ենք դաստիարակել, որ իրենք պետք է այստեղ մնան, մեծանան, իրենք պետք է շենացնեն, կերտեն այս երկիրը, որ բոլորը գնանով է այստեղ ապրելու եւ շենացնելու մեր չքնաղ Հայաստանը։ Այդ դպրոցինքից գործում է մանկապարտեզ։ Քանի երեխաներով էր համալրված։ Մոտ 50 երեխա, այս նախակրթարանը հիմնվել է արդեն 3-րդ ուսումնական տարին կլինի հիմա սեպտեմբերին, որ հիմնվել է։ Ծրագրերի իրականացման գործակալություն կրթության նախարարության այդ գործակալության միջոցների շնորհիվ ամբողջովին վերանորոգվեց դպրոցի մի հատվածը, առանձնացվեց, նախակրթարանը հիմա գործում է առանձին մասնաշենք, կարելի է ասել, չնայած դպրոցի հետ ինքը անմիջական մուտքով կապ ունի, եւ այս նախակրթարանը շատ դրական ազդեցություն է ունենում նաեւ մեր ապագա սաների դասիրակության հիմքը դնելու հարցում, այո, ներգրավելու հարցում շատ դրական արձագանքներ ունենք ծնողների։ Բայց ինչքան գիտեմ, երեխաների հոգևոր դասիրակության հարցում դուք նախակրթարանից սկսում եք։ Այո, այսինքն ինչ ձևով հոգևոր դաստիարակությունն է էլի նորից կկրկնեմ, շատ բարձր հիմունքների վրա է դրված։ Մենք բազմաթիվ միջոցառումներ, բոլոր տոները առաքելական եկեղեցում մենք տոնում ենք դպրոցում եւ աշակերտներն են նշում, միջոցառումներ են անում, բաց դասեր են անում, ընթերցումներ ենք անում, նաեւ նախակրթարանում շատ գեղեցիկ միջոցառում արեցինք Զատկի տոնի հետ կապված եւ այս թեկուզ եւ փոքրիկ երեխայի շուրթերով աղոթք հնչի, արդեն իսկ առաստված, դա երևի ամենադրականն է։ Այ դուք գիտեմ, երկար ժամանակ է, որ
այսպես պայքարում եք սպորտային դահլիճ ունենալու համար։ Ու տարի անընդհատ հետաձգվում է այդ հարցը, բայց երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցում բավականին հաջողություններ եք հասել։ Ինչով բացատրել։ Սպորտային դահլիճ մենք ունենք, պարզապես ինքը վերանորոգման կարիք ունի, բայց նաև անցած տարի հայտնվեց մի երիտասարդ բարերար Վիլեն Աջամօղլյանը, որի շնորհիվ հիմնվեց բացօթյա մարզահրապարակը, որի համար մենք շատ շնորհակալ ենք, նախ դա դպրոցի տարածքում է գտնվում եւ դպրոցին է պատկանում, եւ այդ տարածքից օգտվում են ոչ միայն դպրոցի երեխաները, իմիջիայլոց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այդտեղ կազմակերպվում են բացօթյա դասեր, ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են հենց այդտեղ, նաև թաղի բոլոր երեխաները, երբ որ անցնում ես, տեսնում ես գիշերվա 12-ին, 1-ին երեխաները հələ այդտեղ մարզվում են, վազում են, ֆուտբոլ են խաղում, ուրախանում ես, սրտանց ուրախանում ես, որ մեր երեխաները գոնե մի փոքրիկ ստվար տեղ ունեն, որ կարողանում են իրենց այսպես ֆիզիկական դաստիարակությունը ստանալ։ Ես մի այսպիսի հարց եի ուզում տալ, ձեր շրջանավարտներից, որոնք ավարտել դպրոցը, գնացել, բու են ընդունվել, մասնագիտություն են ձեռք բերել, կամ որ հետ են վերադարձել դպրոցում աշխատում։ Քանի որ մենք հիմա հիմնական դպրոց ենք հանդիսանում եւ մեր ամենաբարձր ավարտական դասարանը 9-րդն է, 9-րդից հետո գնում են ավագ դպրոց, նորեն են ավարտում։ Իմ աշխատած տարիներին որևիցե մեկը չի եղել, որ աշխատանքի ընդունված լինի ընդհանրապես, ոչ մեր շրջանավարտներից, բայց այնուամենայնիվ մենք ունենք դպրոցում աշխատող ուսուցիչներ, այո, որոնք նախկինում սովորել են դպրոցում, հետո ավարտելուց հետո վերադարձել են դպրոց դասավանդում։ Այս տարի ուսուցման պրոցեսի հետ կապված կան նորություններ, ծրագրերի փոփոխության եւ այլ առումով, որովհետեւ անցած տարի ես հիշում եմ ուսումնական տարին, որ սկսվել էր, ծրագրերի հետ կապված մանկավարժների կողմից, ուսուցիչների կողմից դժգոհություններ հայտնվում, որ պարտացել է, խրտին է, ճշգրտելու բաներ կան եւ այլն։ Դե հələ քանի որ ուսումնական տարին չի սկսվել, մենք նոր դասագրքեր առայժմ չունենք, ես չեմ կարող դա ասել, բայց այնուամենայնիվ մենք ֆրանսերենի նոր գիրք ունեինք, որը փորձագնություն անցավ, մեր մեթոդմիավորում կարծիք հայտնեց, դրական կարծիք, միգուցե այդ գիրքը կհրատարակվի որպես նորամուծություն այս տարի դրանով կանցնեն երեխաները, ուրիշ ուսումնական առումով երևի նորություններ չլինեն եւ կարող է լինել այս տարի ուսումնական ծրագիր մտնի պարարվեստի ժամերը որպես պարտադիր առարկա, որի համար ես շատ ուրախ եմ։ Իհարկե դա հայկական պարերի ուսուցումը մեր երեխաներին դա նաեւ ազգասիրություն է, հայրենասիրություն է։ Դուք արդեն բավականին երկար տարիների փորձ ունեք մանկավարժական։ Այո։ Ճնաչ երիտասարդ եք։ Այսօր երիտասարդ տնօրեններից մեկն եք դուք։ Շատ չեն երիտասարդ տնօրեններ։ Եվ ես մի բան եի ուզում հարցնել։ Չի խանգարում ընտանիքի, ասենք, հարցերը լուծելու վերջը մայր, կին, դպրոց, տնօրեն, ընդեղի զբաղվածությունը չի խանգարում տանը։ Ասեմ ձեզ, դուք էլ ինձանից լավ գիտեք հայկին ունիկալ երևույթ է։ Հասցնում եք։ Այո, բոլոր տեղերը հասցնում ենք, երբևիցե որևիցե անգամ դժգոհություն ընտանիքի կողմից չի եղել, այնպես որ ուրեմն ամեն ինչ տեղին է։ Գիտեք ինչ, ես ձեր ամուսնուն շատ լավ եմ ճանաչում, ինքն էլ շատ միստուկացով, հարուստ, Գերդաստանի զավակ է, Ծվակերյաններին բոլոր գյումրեցիները գիտեն, այդ դուք լավ երեխաներ ունեք, ինչ կարող եք ասել ձեր երեխաներին։ 3 դուստր ունեմ, ինչի համար շատ հպարտանում եմ, չնայած մեր հայկական մենտալիտետը երևի պահանջում է այլ բան, որ հայ կինը պետք է անպայման տղա ունենա, բայց այնուամենայնիվ ես իմ
երեխաներով հպարտանում եմ։ Մեծ դուստրս 24 տարեկան է, արդեն բուհն ավարտել է, զինծառայող է եւ աշխատում է կարևորագույն կառույցներից մեկում, այո։ Միջնեկս 20 տարեկան է սովորում է արդեն 3-րդ կուրս է փոխադրվել տնտեսագիտական համալսարանում Երևանում եւ ունեմ մի հատ փոքրիկ 8 տարեկան Անգելինան, որը մեր տան ծաղիկն է, որին սիրում ենք ոչ միայն ես եւ ամուսինս, այլև մեր երկու դուստրը, մի այլ սիրով ենք սիրում նրան, նա էլ հաճախում է մեր դպրոցում 3-րդ դասարանում է սովորում։ Այ ես ուզում եմ մի քանի հատ արագ պատասխան պահանջող հարցեր տամ, բլից հարցեր, հա։ Երբ եք դուք ձեզ երջանիկ զգում։ Երջանկությունը երևի այն պահն է, երբ որ հաճիկով տուն ես գնում, հետո առավոտյան հաճիկով գալիս ես քո աշխատանքի։ Երևի դա է։ Այդ եղել է ձեր աշխատանքային պրակտիկայում։ Ես նկատում եմ տնօրենի աշխատած ժամանակահատվածում, որ շատ է ցանկացել մի ինչ-որ բան կյանքի կոչել ու երկար չարչարանքից հետո ստացվել է։ Եվ անընդհատ հիշելիս դուք ոգևորություն եք առում։ Եղել է այդպիսի բան։ Այո, թեկուզ նախակրթարանի հիմնումը։ Այո, շատ կարևոր քայլ էր մեր դպրոցի համար։ Իսկ հագարակը եղել որ շատ եք չարչարվել ու չի ստացվել ամեն անգամ հիշելիս այս տրամադրությունը ձեր ընկնում է։ Այո, եղել են։ Գիտեք ինչ, ամեն ինչ հիմա ֆինանսից է կախված, եւ դպրոցը չի ֆինանսավորվում այնքան, ինչքան ես կուզենայի գործեր իրականացնել։ Բայց կողքից հայրիկի շատ է օգնում, չէ՞։ Ուրեմն ունենք շատ մեծ ծրագրեր, որոնք կապված են թեկուզ դպրոցի հիմնանորոգման հետ կապված ջեռուցման խնդիր ունենք, որը չնայած ջեռուցում ունենք լոկալ դպրոցում, բայց այնուամենայնիվ ծախսը շատ է եւ վերանորոգման կարիք ունի եւ այդ հարցով ես իմիջիայլոց դիմել եմ պարոն Ցոլակյանին, նա անմիջապես արձագանքեց, հանձնաժողով ուղարկեց, հանձնաժողովը գնահատեց իրավիճակը, թե արդյոք մենք այդ փոփոխման կարիքը ունենք թե չէ եւ խոստացել է առաջիկա ծրագրերում ընդգրկել մեր դպրոցի այդ հարցը։ Ինչ կցանկանայիք մանկավարժներին։ Համբերություն երևի, համբերություն։ Համբերություն։ Այո։ Եվ ընտանեկան ջերմություն, սա շատ կարևոր է, որտեղ եթե ընտանիքից առավոտյան դուրս ես գալիս բորբոքված, նյարդայնացած, միգուցե դա փոխանցվում է արդեն աշխատանքի մեջ երեխաներին, դա ես չի ուզենա տեսնել, որտեղ միանշանակ ինձ համար մանկավարժը առաջին իսկ պահից ես ասել եմ, դա սեր է, երեխային երբ որ սեր ես տալիս, սպունգի նման քաշում է, այդ սերը ինքը վերադարձնում է միանշանակ, չարությամբ, դժգոհությամբ երբեք ոչինչի չես հասնի։ Իսկ երեխաներին աշակերտության ինչ եք ցանկանում։ Լինեն ուշիմ թող լինեն աշակերտները, որպեսզի այնինչ իրենց տրվում է, այնինչ իրենց մեր մասնագետները տալիս են, իրենք կողանան, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դասից, յուրաքանչյուր ուսուցիչից կարողանան կողանալ։ Չնայած եւ դպրոցի առաքելությունը նրանում չէ, որ մենք մասնագետ դաստիարակենք, ինչալով սա էլ է Էյնշտեյնն ասել։ Կողմնորոշման հարցում մեծ դեր է խաղում։ Այո, ասում է մասնագետ կազմավորելու հարցում չէ դպրոցը կայանում, այլ բազմակողմանի պարզապես հարմոնիկ մարդ դաստիարակելու մեջ։ Սա շատ կարևոր է, այսինքն մենք պետք է փորձենք մեր աշակերտներին ոչ միայն ապագա աշխատանքի տեղավորելու հարցում լինենք հիմնադիրները, այսպես ասած, այլև փորձենք նրանց պարզապես լավ մարդ դաստիարակել, ինչը շատ կարևոր է։ Լիանա ջան, օգտվելով առիթից, որ մի երկորից հետո հնչելու է առաջին զանգը, մենք սիրով կուզենանք ձեզ եւ անձինս ձեզ մեր քաղաքի, մեր հանրապետության բոլոր մանկավարժներին, աշակերտներին շնորհավորել նոր ուսումնական տարվա արդիվ ցանկալար մանկավարժներին ազնական երջանկություն, առողջություն, ընտանեկան անդորր, աշակերտներին է խոհեմություն, լրջություն, հակառակ դեպքում տարիները կթռնեն
երբ արդեն վերջի զանգը հնչում է, դրանից հետո նոր կարոդում են դպրոցին, կարոդում են իրենց մանկավարժներին, որ այդ կարոդը փոխադարձ լինի մանկավարժները իրենց աշակերտներին, աշակերտները իրենց մանկավարժներին։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրներ Արտյոմ Պետրոսյանի անվանի 10-րդ դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանը։ Հաջողություն ձեզ, շնորհակալություն։ Հրավերքի համար։